Ժպիտ, լավատեսություն, բարձր տրամադրություն եւ իհարկե հետաքրքիր հյուր։ Իմիջն է ձեր եթերում։ Ասում են հաշվապահությունը թվերի մասին է, բայց իրականում այն մարդկանց, որոշումների եւ վստահության մասին է։ Մեր այսօրվա հյուրը Սարգսյանց հաշվապահական գրասենյակի հիմնադիր Անուշ Սարգսյանը կարողացել է թվերի աշխարհում ստեղծել վստահություն, դիրք եւ կայունություն եւ երբեք չհանձնվելու իր կամքով կարողացել է կերտել իր լավագույն տարբերակը։ Անուշի ամենաուժեղ կողմը, ամենակարևոր կողմը ինձ համար բարությունն է։ Առաջինի մտքով Անուշը գալիս է որպես փափուկ, sense պուշիստի մի հատ մարդ։ Պունկտուալ, միշտ ժպիտով, միշտ պոզիտիվ, ուրախ, շատ պրակտիկալ եւ նույն ժամանակ շատ ջերմ։ Իր մոտ չէ բառը չկա, չգիտեմ նույնիսկ դա լավ է թե վատ։ Շատ պատասխանատու է, ընկերասեր։ Անուշի բնավորության կարևոր գծերից մեկը ինձ համար իր աննկարագրելի համբերատարությունն է։ Շատ շնորհակալություն սիրելի Անուշ, որ դուք ընդունեցիք իմ հրավերը եւ մենք քաղաքի սրտում գտնվող այս շքեղ վայրում Արմենիա Մայրոց հյուրանոցում կսրճենք եւ կսրուցենք։ Շնորհակալություն հրավերի համար, ես ինքս շատ զգացված եմ, ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ ձեզ հետ եմ։ Իսկ ձեր առավոտները սուրճով են սկսվում։ Այո, իհարկե, պարտադիր, քանի որ սուրճը տրամադրում է օրվա լավ սկիզբ, ուրախ տրամադրություն։ Առաջինը տանը թե աշխատավայրում։ Առաջին գավաթը Աշխատավայրում, աշխատակազմի հետ, որ քննարկենք օրվա ընթացքը, պլանները ու սկսենք։ Այնց հետաքրքիր է, թե ձեր կյանքում ինչպես է հայտնվել հաշվապահությունը։ Դա պատահական թե գիտակցված որոշում էր։ Մանկուց սիրել եմ տրամաբանական խնդիրներ, լոգիկա, թվերի աշխարհ։ Մտածել եմ պետք է դառնամ ծրագրավորող, այնուհետև հանգամանքների բերումով ընտրեցի հաշվապահությունը։ Իսկ ինչպիսին էին հարաբերությունները թվերի հետ։ Գերազանց, ինքս սովորել եմ մաթեմատիկական թեկումով դասարանում, օլիմպիադաներում եմ հաղթել, ու միշտ եղել եմ առաջատարը։ Դուք ծնվել եք քաղաք Աբովյանում, տնտեսագետի եւ քիմիկի ընտանիքում։ Այո, հայրս տնտեսագետ է, աշխատել է երկար տարիներ տնտեսագետ, մայրս քիմիկ լաբորանտ է, աշխատել է երկար տարիներ իր մասնագիտությամբ հենց։ Երկուսն էլ երջանիկ են եղել, որ հենց իրենց գործով են զբաղվել։ Ձեր տատիկը ֆիզիկոս է։ Այո։ Եվ ձեր մուսան է եղել, որքան գիտեմ։ Այո։ Եվ ես կարծում եմ, որ իր ազդեցությունը ձեր կերպարի ձևավորման հարցում շատ է եղել։ Համաձայն եմ, շատ է եղել, ինքն է եղել իմ ձևավորման աղբյուրը, իմ էտալոնը, թե մարդ տեսակը ինչ ձև պետք է լինի, ոչ միայն մասնագիտական աշխարհում, այլև մշակութային աշխարհում, առօրյա կենցաղային աշխարհում, ու հենց տատիկիս որոշմամբ ես չդարձա ծրագրավորող ու ընտրեցի հայրիկիս ուղղությունը, տնտեսագիտությունը խորանալով հաշվապահության մեջ։ Հայրիկը եղավ հաղթող։ Իսկ ինչպիսի տատիկ էր տատիկը։ Շատ խիստ, բայց ոչ թե ինքը ասում էր, որ չէ, պետք է այսպես լինի, չէ, ինքն էր օրինակ ծառայում, ասում էր, տես, այս ձև դուրդ գալիս է, այդ ձևով ինքն էր ցույց տալիս, որն է գեղեցիկը, որն է սիրունը, սովորեցնում էր տարբերել լավը վատից։ Կյանքի դպրոց եք անցել տատիկի բնակարանում։ Հսկայական, այո։ Ես գիտեմ, որ դուք ստեղծագործ մարդ եք եւ Երևանում տատիկի տանը Բաքվում զբաղվել եք ստեղծագործ գործունեությամբ, կազմակերպել եք բակային թատրոններ, բեմադրել եք հեքիաթներ։ Չէի կարող նման տատիկ ունենալով չլինել ստեղծագործ, որովհետև ինքը անընդհատ ինձ թևեր էր տալիս, ինչ որ անընդհատ հորինել էր տալիս, այ սա ոնց կանեիր, այ այնպես ոնց կանեիր, ու իջնելով բակ խաղալով ես չէի պատկերացնում իմ խաղերը գնդակով, քարով, ինչ որ պահմտոցի, այլ հենց մշակութային ինչ որ միջոցառումներ էի կազմակերպում, այո, ու միջանցքում ծնողներին էինք հրավիրում, փոքրիկ բեմադրություններ էինք, հեքիաթներ էինք ցույց տալիս։ Ինչ հեքիաթներ էիք բեմադրում։ Մոխրոտն եմ բեմադրել, շատ եմ սիրել հատկապես այդ բեմադրությունը, քանի որ Մոխրոտի կերպարը ինձ համար շատ մոտիվացիոն էր, ունենալով խոչընդոտներ կարողանում են հաղթահարել, հասնել քո ուզածին։ Դուք եք, չէ, շատ ու շատ խոչընդոտներ հաղթահարել ձեր այս հաջողության ճանապարհին։ Այո, իհարկե, սկսելով մանկության տարիներից, ֆինանսական վատ տարիները, չունենալով հնարավորություններ, այո, ցուրտումութ տարիներին մոմիտ ու լույսի տակ սովորելով, որպեսզի ընդունվեմ ինստիտուտ, առհասարակ լավ էի սովորում, ուղղակի զեղչ ստանալու նպատակով։ Լավ էի սովորում, զեղչ էի ստանում եւ վերջում պարգևատրվեցի ինստիտուտ
ինստիտուտի կողմից արժանացա անվանական կրթաթոշակի 10 հոգի էին, որից մեկը ես էի։ Այո, դուք փայլուն կարմիր դիպլոմով ավարտեցիք տնտեսագիտականը եւ ձեր առաջին աշխատանքային հասցեն ո՞րն է եղել։ Առաջինը եղել է Բեկոն մսամթերքի գործարանը։ Միանգամից այդպեսի կայացած հասցա։ Այո, շատ բախտավոր եմ, ճիշտ է դժվարություններով, բայց միշտ հասել եմ այն կետին, որին ձգտել եմ։ Բեկոնում ինձ ընդունեցին որպես հաշվետար եւ ձգտումս այնքան մեծ էր, որ ինքսին վրա աշխատելով, գնալով լրացուցիչ մասնագիտական դասընթացների, հասա մինչեւ գլխավոր հաշվապահի, այնուհետեւ տեղափոխվեցի ուրիշ գործարան։ Ինչ տվեց ձեզ այդ հասցեն։ Ես կայացա որպես մասնագետ։ Ինձ ընդունեցին որպես մասնագետ, սովորեցրեցին, ընդառաջեցին, ընդունեցին շատ լավ, չունենալով ոչ մի ազգակցական կամ բարեկամական կապ, ընդունեցին որպես իրենց հարազատ եւ ամեն ձև ընդառաջում էին իմ բոլոր ցանկություններին։ Լավ, իսկ հիմա հիշում եք դուք ձեր առաջին աշխատավարձը ինչի վրա ծախսեցիք։ Առաջին աշխատավարձը եղել է 30,000 դրամ ու նվիրել եմ տատիկիս որպես շնորհակալություն։ Բա ինչու՞ չէ։ Այո։ Ընդհանրապես բիզնեսում ամենակարևոր բանը դա վստահությունն է։ Գիտելիքը, կապերը դրանք կարևոր են, կարևոր ակտիվներ են, բայց ես համոզված եմ, որ վստահությունը ամենաառանցքային ակտիվն է, որ բիզնեսում ամենամեծ դերն ու նշանակություն ունի։ Եվ այդ վստահության ֆակտորը իմ մոտ ամեն տեղ է շատ կարևոր դառնում, այդ թվում նաև գործընկեր ընտրելուց, կոնկրետ հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպություն ընտրելուց իմ համար առաջնայինը թե ես արդյոք իմ ընկերության բիզնես ինֆորմացիան, կոմերցիոն ամբողջ ուրեմն շարժը եւ ընդհանրապես բիզնես փոխհարաբերությունները կարող եմ վստահել այնպիսի ընկերության, որ հետո ես հանգիստ լինեմ եւ համոզված լինեմ, որ դա չի օգտագործվի նաեւ այլ նպատակներով եւ այդ որոնումների մեջ երբ որ ընկերությունը հիմնում էինք 2011 թվականներ, երբ որ օֆիցիալ ընկերությունը գրանցում էի, այդ որոնումների մեջ ես պատահականորեն առնչվեցի Անուշից հետ եւ Անուշի հետ զրույցները, Անուշի հետ որոշակի սկզբնական կոմունիկացիան ամեն դեպքում կյանքի փորձից եւ այլնից ելնելով ինձ բերեց այդ վստահության, որ ինքը մարդն է, որի հետ կարելի է սկսել աշխատել։ Չնայած ամեն դեպքում սկզբից շատ տենց պայմանագրային տարբերակներով էինք ամեն ինչը փորձում կարգավորել, բայց շատ կարճ ժամանակ հետո հասկացա, որ ես իրեն վստահում եմ, ուղղակի վստահում եմ։ Չգիտեմ նույնիսկ ինչի հիման վրա, բայց ինքը կարողացավ շահի իր անկեղծությամբ, պարզությամբ, ազնվությամբ, արձագանքողականությամբ նաև ու չեմ սխալվի ասեմ, հիմա որ նաև հաճախորդակենտրոնությամբ Անուշի մասին ինձ պատմել է այնպիսի մարդ, որ ոչ մի կասկած չունեի, ոչ մի հետազոտություն չեմ արել մինչև իրան զանգելը, որովհետև լրիվ վստահելի եմ զանգել, փոխանցել են ինձ, որ ինքը պրոֆեսիոնալ է եւ հաճելի։ Դրա համար մի անգամից գիտեի, որ ես աշխատելու եմ Անուշի հետ։ Բայց երբ որ առաջի անգամ Անուշին հանդիպել եմ, չէի պատկերացնում, իմ համար էներգիան շատ կարևոր է, մարդու էներգիան, մարդու ոնց է ինքը հանդես գալիս աշխարհ, ինչ առաքելությունով, ինչ գծով, ինչ բարությամբ, Անուշը հիանալի մարդ է։ Ինչն է ինձ շատ հիացնում ձեր կերպարում, որ դուք անընդհատ վերապատրաստվում եք եւ անում եք անընդհատ մի քայլ առաջ։ Լինելով անընդհատ փոփոխվող աշխարհում, Հայաստանում էլ ավելի արագ է փոփոխվում, համանավանդ օրենքների փոփոխությունները։ Եթե չձգտեմ ծանոթանալ փոփոխություններին, ապա շուկայից դուրս կմնամ, հետ կմնամ։ Համենայն դեպս, եթե դուրս չմնամ, ինքս ներքին ձգտումով չեմ կարող մնալ նույն տեղում։ Եթե նույն տեղում եմ, դա իմ համար հետընթաց է։ Ձեր մատը միշտ կյանքի զարկերակի վրա է եւ դա հրաշալի է։ Ինչ փոփոխություն, ինչ օրենք, որ նոր պիտի դեռ դուրս գա, դեռ որպես օրենք ուժել չի ստացել, ընդամենը նախագծման փուլում է, Անուշը տեղյակ է։ Օրենքը հաստատվեց, Անուշը տեղյակ է։ Այսինքն ուրիշ տարբերակի պետք չի դիմել, զանգել, չգիտեմ, նույն պետք զանգել, օրենքի մասով հստակ ինչ-որ բաներ իմանալու համար չէ, պետք է ուղղակի Անուշին զանգել։ Ու շատ արագ է արձագանքում, ամբողջ հենց հարցը դրանում է, որ չես մտածում ում դիմես, նրան զանգում ես, տեղում պատասխանում է, կամ ասենք միակ բանը, որ կարող է չկարողանա պատասխանի, կարա ասի
կներես մեքենան եմ կայանում ու զանգեմ ու դա կարող լինի ընդամենը մի րոպե հետո, որ հետադարձ զանգ է կատարում։ Դուք 12 տարի էլ զբաղվել եք աուդիտի գործունեությամբ, այսինքն ուսումնասիրել եք մեկ այլ նեղ մասնագիտություն եւ աշխատել եք։ Այո, այդտեղ էլ է Աստված ինձ բախտ շնորհել, ստանալով աուդիտի որակավորում, ընդունվել եմ աշխատանքի Եվան Audit Consult ընկերությունում, հրաշալի տարիներ էին, հրաշալի մարդիկ, մեկ ընտանիքի նման ենք աշխատել այդ 12 տարվա մեջ ու իսկապես կայացել եմ նաև որպես աուդիտոր։ 2019 թվականին դուք հասկացաք, որ լավ մասնագետ լինելը պարզապես քիչ է ձեր համար եւ պետք է բացել սեփական ընկերություն։ Այո, կարելի է այդպես ասել։ Միշտ ցկտել եմ ունենալ նաև իմ ուրույն տեղը այս աշխարհում։ Միշտ աուդիտին զուգահեռ ունեցել եմ նաև փոքրիկ հաշվապահություններ, որ ինքս էի վարում ու հասունացավ այն պահը, որ հաշվապահությունների քանակը շատացավ, ես հասկացա, որ չէ, պետք է արդեն ես ինքս կազմակերպեմ իմ գործունեությունը, գրանցեցի կազմակերպությունը ռիսկի դիմելով, չհասկանալով ուր եմ գնում, ինչ է սպասվում ինձ, հաղթահարելով հերթական դժվարությունները, կայացա որպես կազմակերպության ղեկավար։ Կարող եմ ասել, որ մեր համագործակցությունը սկսեց հայտնի փիլիսոփա Կարլ Յունգի պատահականությունները պատահական չեն լինում նախադասությամբ։ Այս խոսքերը ինձ ասեց Անուշը, երբ սեմինարի ժամանակ հանդիպեցինք իրար։ Ի սկզբանե չկար համագործակցության միտք, հետո առաջարկ ստացա աշխատանքի եւ շատ ուրախ եմ, որ արդեն 2 տարի աշխատում եմ Սարգսյանց ընկերությունում։ Անուշի հետ աշխատելը շատ հետաքրքիր է, որովհետև ինքը որպես ղեկավար շատ կազմակերպված, փորձառու, հմուտ ու իրանից սովորելու շատ բան կա։ Շատ բան կա սովորելու ոչ միայն մասնագիտական առումով, այլ նաև մարդկային։ Մարդկային տեսանկյունից շատ հետաքրքիր, շատ բարեսիրտ, անկեղծ։ Ու հենց այս իր հատկություններն են, որ պարտավորեցնում են, որ օֆիսում ավելի պատասխանատու աշխատենք։ Անուշը իմ համար լավագույն ղեկավարն է։ Իր շնորհիվ կա թիմում փոխօգնություն, ինքը շատ կարգապահ եւ պատասխանատու ղեկավար է։ Իր մոտեցումները լրիվ այլ են, միշտ բաց է շփման համար, միշտ պատրաստ է օգնել, լսել, ինչը իր հերթին բերում է մեր որակյալ աշխատանքին։ Աշխատանքի մեջ միշտ կարևորում է կարգապահությունը եւ նորից կրկնեմ շատ պատասխանատու է, ինչը դրդում է մեզ, որ մենք նույնպես լինենք պատասխանատու։ Ձեր ընկերության գլխավոր արժեքը ո՞րն է։ Մարդ լինելը, ընկերասեր լինելը, նոր հետո մասնագետ լինելը։ Իսկ դուք ինչ սկզբունքներով հավաքեցիք ձեր աշխատողներին, ձեր թիմը։ Ինձ համար կարևոր է, որ աշխատակիցը լինի սրտաբաց, լինի շփվող, դիմացինին հարգող, նոր հետո մասնագիտական, իհարկե կարևոր է մասնագիտական գիտելիքները, բայց ոչ շատ պարտադիր, խիստ պահանջներով չեմ առաջնորդվել։ Մեր գրասենյակը շատ գողտրիկ, տրամադրություն ապահովող, բարձր, դրական, չգիտեմ, նաև աշխատակիցների հետ աշխատելը շատ հաճելի է։ Պատրաստակամ են իրար օգնելու տարբեր հարցերում։ Հիմա իմ փոխօգնությունը նպաստում է նրան, որ բոլոր գործերը կատարվում են այնպես, ինչպես մեկ հոգին կանի մեկ գործը։ Այսինքն տարբերություն երբեք չի դրվում, որը ում աշխատանքն է կամ որ կազմակերպության աշխատանքն է։ Աշխատանքային միջավայրը ավելի ջերմ, իսկ աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու նպատակով շատ հաճախ Անուշը կազմակերպում է տարբեր կորպորատիվ միջոցառումներ, էքսկուրսիաներ եւ ես ինքս մի քանի անգամ հաճույքով մասնակցել եմ դրանց։ Իրականում ես իրոք կարծում եմ, որ լավ ընկերությունը մեծ հարստություն է եւ ես շատ ուրախ եմ, որ մեր ընկերությունը հենց այդպիսին է։ Ինչպես եք դուք համատեղում մասնագիտական կարգապահությունը եւ մարդկային ջերմությունը։ Շատ դժվար է սահմաններ գծել, իմ մոտ ընդհանրապես չի ստացվում սահմաններ գծել։ Ավելի շատ ես ընկերական եմ, բայց ինչի՞ չէ նաեւ շատ պահանջկոտ։ Ես դնում եմ վերջնաժամկետներ ու պետք է կատարվի այդ վերջնաժամկետները։ Դրան զուգահեռ մենք կարող ենք գործից հետո գնալ ինչ-որ սրճարան, ռեստորան, թատրոն ու այդ խստությունը փոխհատուցել այդ ջերմությամբ։ Լինում է նաեւ ոչ ամեն ամիս կազմակերպում ենք նաև փոքրիկ արշավներ Հայաստանի տեսարժան վայրերով։ Բա ինչ հրաշալի է։
Իսկ ինչպես եք կարողանում վստահության մթնոլորտ ձևավորել հաճախորդների հետ այն ոլորտում, որտեղ թվերը շատ են, իսկ սխալը թանկ։ Սխալը իսկապես թանկ է։ Իմ հաճախորդները հիմնականում ինձ գնահատում են, ինչպես նաև ես եմ իրենց գնահատում, իմ արագ արձագանքման, ճշտապահության, արագ իրավիճակը վերլուծելու կարողությունով։ Բիզնես անելը շատ դժվար գործ է, շատ բարդություններ ունի եւ եթե նաեւ բարդություն լինի այն մարդկանց հետ, ովքեր աշխատում ես իրենց հետ, որ ձեզ սերվիս են տալիս, եթե դա էլ է մի շարք բարդություն, արդեն կարելի է ասել, որ այդ խոչընդոտները շատ են եւ մեծ։ Իսկ Անուշի հետ աշխատելը եւ իր գործընկերների հետ աշխատելը միայն հաճույք է, հեշտ է, վստահություն է։ Իրենք շատ իրոք վստահելի են, հաճախորդակենտրոն են, ապրում են հաճախորդի խնդիրներով, մասնագիտական բաց թողումներ բոլորի մոտ էլ կարա լինի, նույնիսկ եթե նման մի բան ա լինում շումի ու շատ շումի վրիպակ եւ այլ, իրենք շատ արագ այդ ամեն ինչը կարողանում են ճիշտ ձևով լուծել, դա ամենակարևորն է, ճիշտ ձևով արձագանքել, որովհետև կան ընկերություններ, որոնք որ իրենց սխալները մենակ փորձում են բարթել դիմացի վրա, իրենցից դուրս են էլի փնտրում, երկրի վրա, պետության վրա, չգիտեմ, կառավարության վրա, հարևանի վրա, բայց բացի իրենց նայելուց, չէ, Անուշենք այդպես չեն, իրենց ընկերությունը շատ դեպի ներս է նայում ու այդ ընթացքում տարբեր առիթներով, որ մենք դե հասկանում ենք հաշվապահություն, ֆինանսներ, տարբեր հարցեր ես համոզվել եմ, որ ճիշտ ընտրություն եմ արել, առաջի հերթին Անուշի անց ֆակտորը, անց տեսակի հարցում, երկրորդը նաև գործի մեջ իր մոտեցման հարցում։ Հաշվապահի սխալը ոչ լիարժեք մասնագետ լինելը բիզնեսի կործանման կարող է տանել ընդհուպ մինչև։ Անուշի ու իր թիմի դեպքում դրա մասին նույնիսկ մտածել չարժի, այն որ հանգիստ կարող ես վստահել, որովհետև նրանց դեմ նույնիսկ չեն կարող պայքարել արհեստական տարբերակով, խնդիրներ առաջացնելով։ Այ այդ կարգի պրոֆեսիոնալ են նրանք։ Իսկ դուք ինքներդ ձեր բնավորության որ գծերին եք պարտական այս հաջողության ճանապարհի համար։ Խստապահանջեմ ինքս իմ նկատմամբ շատ։ Փորձում եմ իդեալականացնել ինչքանով որ հնարավոր է։ Եթե այսօր ամեն ինչ սկսեիք սիրայի ծանր, ի՞նչը կանեիք այլ կերպ։ Բացարձակ ոչ մի բան այլ կերպ չի անի, ուղղակի այն ժամանակվա Անուշին խորհուրդ կտայի, որ լիներ ավելի վստահ, ինքնավստահ, որ նոր է սկսել, գիտելիք ունենալով հանդերձ ինքնավստահ չեմ եղել։ Դուք կարողացել եք տարիների ընթացքում ձեռք բերել դա։ Ինձ թվում է կարողացել եմ, բայց իհարկե էլի աշխատելու տեղ ունեմ։ Դժվարության պահերին ինչն է օգնում, որ դուք առաջ գնաք։ Ինչն է ձեզ ասում չկոտրվես։ Եթե ունենում եմ դժվարություն, սկսում եմ Աստծուն աղոթել։ Աղոթելուց ստանում եմ մեծ ուժ, իսկապես մեծ ուժ, ու այդ ժամանակ իմ ներքին ձայնը իմ հետ մտնում է երկխոսության մեջ։ Հավատացեք, շատ ճիշտ խորհուրդներ եմ ստանում ինքս ինձնից։ Լավ հաշվապահը բիզնեսի թաքնված հերոսն է, չէ՞։ Այո, իհարկե։ Բիզնեսը բաղկացած է տարբեր որոշումներից, որի հետևանքով կարող են լինել օրենքի տեսանկյունից տարբեր խախտումներ ու հետևանքներ։ Իսկ եթե մենք ասում ենք լավ հաշվապահ, մենք ինչ ենք հասկանում դրա տակ։ Դա որ հաշվապահն է։ Ով գիտի շատ լավ օրենքները, առաջարկում է հաճախորդին օպտիմալ լուծում, օպտիմալ ճանապարհ, քիչ ռիսկեր կրելով զարգացնի իր բիզնեսը։ Հիմա ինքը շատ ավելի ինտենսիվ աշխատում ընկերությունով, ավելի լայնացել է իրանց ընկերությունը, որի համար ես միշտ ուրախանում եմ, շատ հաճախորդներ ունեն, բավական լավ հաճախորդներ։ Ես էլ եմ ինքս խորհուրդ տվել նաև գործընկեր կազմակերպություններին, որ պետք է եղել հաշվապահական outsource ծառայություն, եւ այդ ընդլայնումը հենց դրա շնորհիվ է։ Ամեն դեպքում մենք այսօր առաջին ընտրում ենք մարդ, հետո իր տված ծառայություն, հետո իր ընկերությունը։ Թարապես վաճառքներում էլ այդպես ես միշտ սովորեցնում եմ մեր վաճառքի դպրոցում, որ եթե ինչ-որ բան եք վաճառում կամ առաջ խաղացնում, հիշեք, որ դուք առաջինը վաճառում եք ինքներդ ձեզ, հետո նոր մնացած բաները, լավ իմաստով, այսինքն մարդ ձեզ առնի, ինքը հավատաց ես վստահի, հետո նոր արդեն ձեր ծառայությունը, ձեր ընկերությունը, մնացած բաները։ Եվ այդ առումով Անուշը իրեն այս 15 տարիների ընթացքում միայն դրական կողմից է դրսևորել։
Ինչ եք կարծում, ձեր աշխատանքում ամենից կարևորը թվերն են, թե մարդիկ։ Զուտ բացարձակ աշխատանքի մեջ կարևորը թվերն են բնականաբար, որովհետև թվերի ճշտությունը, թվերով աշխատելու կարողությունը բերում է մեծ հետևանքների, կամ մեծ զարգացում, կամ մեծ վայրընթաց։ Իսկ առհասարակ մարդ պետքա ինքը առաջինը գնահատի իրեն որպես մարդ, հետո նոր իր աշխատանքային ունակությունները։ Իսկ դիմացի մարդիկ։ Դիմացի մարդու մեջ իմ համար շատ կարևոր է մարդկային հատկանիշները, իսկապես կարող է լինել շատ լավ գործ, շատ լավ առաջարկ, աշխատանքային առաջարկ, մեծ ֆինանսական վարձատրությամբ, բայց եթե մարդկային հատկանիշները ինձ համար անընդունելի են, ես չեմ համագործակցում։ Գործի բերումով երկրում չէի, հանրապետությունում չէի։ Ծրագրի հետ կապված սահմանափակում կար, այնտեղից հնարավոր չէր ակտիվացնել այն, ինչ որ պետք էր։ Զանգեցի Անուշին, խնդրեցի, ասեցի, սենց բան կա, դու կակտիվացնես այդտեղից ծրագրային առումով։ Ասեցի, իհարկե, բա դա հարց է։ Ու այդպես, անցավ մի քանի օր, խոսում ենք նույն այդ հարցի շուրջ, մեկ էլ ասում եմ, ինչ կա, ոնց ես, նորմալ է ամեն ինչ, արդեն հա ասեց, ասում եմ, ոնց արդեն հա։ Ասում եմ, այդ ժամանակ, որ դու զանգել էիր, ես հիվանդանոցում էի։ Մաման էր վատառողջ, տեղափոխել էինք, մի ահավոր վիճակ էր, ասում եմ, ինձ կորցրած։ Ու ես sense փշակաված մտածում եմ, մարդը նույնիսկ այդ վիճակում չի մերժել ինձ, ու ասենք այն հոգևոր վիճակում ա գտնվել, որ նույնիսկ ես չեմ զգացել։ Ես խնդրել եմ, ինքն ասել է, իհարկե, բա դա հարց է։ Իսկ թվում է, նույնիսկ ես չեմ կարող ասել, ես իր վիճակում, այդ հոգեվիճակում ոնց կարձագանք էի։ Անկեղծ չեմ կարող ասել։ Դուք խիստ ղեկավար եք։ Աշխատում եմ խիստ չլինեմ, բայց գալիս եմ պահեր, որ խստությունը պարտադիր է։ Ինքը շատ փափուկ մարդ է, առաջին, որի համար ես մեկ-մեկ իրան, այսպես ասած, քննադատում եմ, ինքը ես վերջերս իմ մոտ ավարտեց, իմ կառավարման կուրսը ավարտեց, հասկացա, որ արդեն պահն է, որ ինքը գա մի հատ որպես բիզնեսի ղեկավար մի հատ խոր ու լավ կրթություն ստանա, եւ այդ կառավարման դասընթացների ժամանակ էլ իրեն ասում, դու փափուկ ես, այդ փափկությունդ բնավորության տեսակը լավ է շփումների մարդկային, բայց գործի մեջ կարա վնասի։ Առաջինի մտքով Անուշը գալիս է որպես փափուկ, sense պուշիստի մի հատ մարդ։ Երկրորդը ժպտերեսությունը, ամեն դեպքում ինքը ժպտում է, ես նկատել եմ, եղել է, որ sense խիստ գործնական խոսակցություն են ունեցել, ասել եմ, Անուշ, բա այս բանը ինչի բան, ինքը մեկը ժպտալով է պատասխանում։ Ինքը փափուկ է, ժպտերես է, ինքը մի քիչ անհամբեր է, դա էլ ասեմ, սկզբի ժամանակ ավելի անհամբեր էր, երբ որ խոսում ենք հեռախոսով կամ նենց զրուցում ենք, ասում ենք, Անուշ, մի րոպե, սպասի, մի հատ ես ավարտեմ ամբողջությամբ ասեմ, հետո դու կասես, բայց հիմա ավելի իր վրա աշխատում է այդ մասով։ Ինքը տենց փափուկ է, պուշիստի է, ժպտերես է, անհամբեր է, սնդիկ վիճակներ ունի, սենց ավելի ուզում է էլի որ մի բան անի լավ լինի, էմոցիոնալ է, բայց մտածող է ու հեռատես է։ Բարի է շատ։ Այդ ամենակարևորը, բարի է, ազնիվ է, ես չեմ տեսել իր կողմից որևէ նույնիսկ մի ինչ-որ մի բան, որ ես կասկածեմ իր ազնվության վրա, դա շատ մեծ բան է, շատ։ Ես շատ քիչ մարդիկ կան, իդեպ ասեմ, որ գրեթե չեմ մտածում, որ կարա այդ մարդը անազնիվ բան է, դրանից մեկը Անուշն է։ Ինքը գործի մեջ այդպես է իրեն ցույց տվել։ Եվ իր թիմի հետ էլ ընկերության աշխատակիցների հետ ում հետ որ ակտիվ շփվում եք, իրենք էլ են այդպես։ Երևի թե ինքը իրենով մյուսներին էլ է էլի փորձում այդ ուղղությունը ավելի շատ զարգացնել։ Մարդ տեսակի առումով այդքան նկարամ ասեմ, ուրախ, կենսուրախ, լավ, այդպես պոզիտիվ բաներ է գալի մտքիս։ Դուք սկսել եք 5 կազմակերպությունից եւ այսօր դուք սպասարկում եք 110 կազմակերպության։ Այո։ Ինչպիսի Անուշ եք դուք, երբ սկսեցիք եւ ինչպիսի Անուշ եք հիմա։ Ոչ ինքնավստահ, հարմարվող, փորձում էի ամեն ինչ անել, որ հաճախորդը մաքսիմալ գերագույն ձևով գոհ բավարարված համագործակցեր, առանց ճանաչելով իմ շահերի սահմանները։ Հիմա չէ, հիմա ավելի կայացել եմ, ավելի հանգիստ մարդ եմ դարձել համեմատաբար ու փորձում եմ արդեն առաջնայինը տանել իմ շահերի սահմանները, նոր հետո համագործակցությունը։
10 տարի առաջ երբ որ այդ շփվում էի, ինքը ես հիշում եմ, ինքը այն ժամանակ շատ տարբեր կառույցների հետ էր համագործակցում, աուդիտորական ընկերություններ մեր աշխատում հաշվապահական, այդ ինքը ավելի շատ իրան տեսնում էր որպես մասնագետ, լավ մասնագետ, ինքը մասնագիտանում էր։ Երբ որ ես իր հետ խոսում էի, իր խոսքերի կարմիր թելը, իր մասնագիտական կարողությունները, գիտելիք, ինչ որ չգիտեր, ասում էր ես չգիտեմ, հեսա կճշտեմ, դա էլ է շատ բանի մասին խոսում էլի, մինչև հիմա էլ ինչ-որ մի բան որ ինքը չգիտի, ասում է մեր գործընկերոջից կճշտեմ, ձեզի կասեմ։ Ինքը այն ժամանակ մասնագետ էր իրան տեսնում, բայց Անուշի տրանսֆորմացիան ես 15 տարի տեսել եմ։ Ինքը մասնագետ էր, բնավորության փափուկ մարդ էր եւ ամեն ինչ անում էր, որ հարմարվեր հաճախորդի ցանկությունների, ձգտումների, նպատակների։ Բայց երբ որ ինքը արդեն որպես ընկերության ղեկավար փորձեց դրսևորվել եւ աշխատել, այդ ժամանակ լավ հասկացավ, որ այդ հարմարվողականությունը, փափկությունը եւ մասնագիտականի վրա շեշտադրվելը արդեն արձիական չի։ Եվ Անուշի մոտ ես տրանսֆորմացիա եմ տեսնում, այդ ֆում ասում եմ մոտ սովորելու ընթացքում մենք շատ զրուցել ենք այդ մասին, որ ինքը արդեն լավ մասնագետից պետք է դառնա լավ ղեկավար։ Եվ այս վերջի ընթացքում մենք ինչ որ տարբեր գործնական առումով զրույցներ ունեցանք, ես հասկացա, որ հիմա ինքը ավելի շատ նայում է որպես իր գործի ղեկավար, կառավարիչ, եւ այդ տրանսֆորմացիան շատ ակնհայտ է ինձ համար։ Ինքը հիմա արդեն մտել է այն դերի մեջ, ինչը որ բիզնեսի ղեկավարը պետք է ունենա, պլանավորի իր բիզնեսի գործերը շատ լավ, կազմակերպի այդ ամեն ինչը շատ լավ, հսկի եւ վերահսկի, որպեսզի անընդհատ ամեն ինչ լավ լինի։ Այդ տրանսֆորմացիան Անուշի մոտ նկատելի է։ Ինչի համար եք սիրում ձեր աշխատանքը։ Ես զգում եմ, որ ես կարող եմ կառավարել թվերը, իրավիճակը փրկել թվերի օգնությամբ, վերլուծել, հասկանալ զարգացող է բիզնեսը, զարգացող չէ, կամ ինչ անել, որ ճյուղը զարգացնել, ինչ ծախսերը կրճատել։ Ինձ համար թվերի դինամիկան, զարգացման, նվազման, ոնց որ ինքս իմ սրտի թրթիռը լինի, ինքս ապրում եմ թվերով։ Ավելի շատ սիրում եք բուն աշխատանքը թվերի հետ, թե ղեկավարելը։ Չէ, թվերի հետ աշխատելը։ Իմ տարերքն է թվերի հետ աշխատելը, առանձնանամ, վերցնեմ ինձ հասանելիք հաշվետվությունները ու ստանամ արդյունք։ Թվերի աշխարհից դուրս, հա, ձեր մարտկոցները որտեղ եք լիցքավորում եւ առհասարակ ազատ ժամերին որտեղ կարելի է ձեզ տեսնել։ Առհասարակ սիրում եմ կոլեկտիվի հետ, աշխատակիցների հետ, աշխատանքից հետո գնալ ինչ-որ սրճարան, քննարկումների կամ կինոթատրոն գնալ։ Առհասարակ այդպես եմ անցկացնում, բայց որ լիցքավորվեմ, դառնամ հին Անուշը, էներգիայով լի Անուշը, շատ եմ սիրում ճամփորդել։ Մանկուց երբ որ դեռ ֆինանսական հնարավորություններս մեծ չէին, մասնակցում էի արշավների, ամբողջ Հայաստանում պատտվել եմ, ուսումնասիրել եմ, լիցքավորվում էի մեր սարերով, մեր եկեղեցիների գեղեցկությունով, հասնելով ֆինանսական հաջողությունների, որոշեցի նաև փորձել Հայաստանից դուրս, ուսումնասիրել ուրիշ երկրները, հասկանալ ուրիշ ժողովուրդներին, ուսումնասիրել իրենց մշակույթը։ Այդ հայտնագործությունների մեջ ունեք սիրելի երկիր։ Այո, ձեզ ամենաշատն է զարմացրել։ Չի զարմացրել, իր ջերմությամբ ընդունել ինձ ու շատ տպավորված եմ, դա Բրազիլիան է, հատկապես Ռիո դե Ժանեյրոն, մի այլ կարգի համ արևոտ քաղաք էր, համ արևոտ մարդիկ էին, շատ ջերմ էր ամեն ինչ։ Հետ վերադառնալիս կա մի շատ կարևոր հետաքրքիր բան, որ ավելանում է ձեր ճամփորդի պարունակության մեջ։ Իհարկե, տվյալ երկրին բնորոշ հուշանվերներով, տվյալ քաղաքին պատմություն նվիրված ինչ-որ գրքերով, ուղեղումս էլ հիշողություններով։ Կարդալ սիրում եք։ Շատ եմ սիրում, որը նույնպես ձևավորել է տատիկս։ Տատիկիս օգնությամբ ճանաչել եմ բազմաթիվ գրողների, նաև Արտասահմանյան։ Ցավոք վերջին տարիներին չի ստացվում շատ կարդալ գեղարվեստական գրքեր, ավելի շատ մասնագիտական, բայց կարդալ շատ եմ սիրում։ Առհասարակ ես կարծում եմ, որ ճամփորդության ընթացքում մարդուն իսկապես լիարժեք կարող ես ճանաչել, որովհետև օրեր շարունակ այդ մարդուն տեսնում ես առավոտից մինչ երեկո, եւ Անուշը շատ մասնակցել է իմ խմբային տուրերին, ինչն է հետաքրքիր, որ միշտ ընտրել է էքսկլյուզիվ երկրներ, որոնց թվում է, չգիտեմ, Պերուն, հեռավոր երկրներ, եթե չեմ սխալվում, Բրազիլիան, գիտեմ, պլանավորում է Ճապոնիա գա, այսինքն երկրներ, որոնք կարող են մարդուն հետաքրքրել եւ նա ընտրում է հենց այդ ուղղությունները եւ պետք է նշեմ, որպես մարդ ինչ եմ նկատել, որպես տուրլիզեր, բնականաբար հասկանում ես ով ինչպիսի բնավորություն ունի եւ այլն։ Ես հիշում եմ Պերույում, դե գիտեք, քաղաքները Կուսկոն բավական բարձրության վրա է եւ առաջի օրերին դժվար է այդ շնչել, պետք է ադապտացվել եւ խմբում ունեինք մասնակիցներ, ովքեր դժվար էին շնչում առաջի օրերը եւ որոնց թվում էր Անուշը։ Հիշում եմ, ես թեյ էի տալի, հատուկ թեյ էր, որպեսզի կարողանա հանգիստ շնչել, ինքը
նույնիսկ այդ պահին ոչ ոքի նեղություն չէր տալիս ժպիտով, բոլորը շվում, երբ մոտենում է Անուշ ոնց է իդեալական, շատ լավ պոզիտիվ եւ ես գիտեմ, որ ինքը վերջերս ընտանիք է կազմել, եթե չեմ սխալվում, եւ շատ ուրախ կլինեմ, որ արդեն իր նորաստեղծ ընտանիքի հետ ճամփորդեն։ Ես ուզում եմ նշել, որ ինձ հաճելի է միշտ տեսնել նրան խմբում եւ իզուր չէ, որ տուրերի ժամանակ ձեռքաբերել շատ ընկերներ, ովքեր նրան են շատ սիրում, որովհետեւ զգացել են նրա նվիրվածությունը, մարդ տեսակը, լավ մարդ տեսակը, ինչը այսօր շատ ցավոք պակասում է մեր երկրում։ Ես ճանապարհորդել եմ Անուշի հետ, Վրաստան ենք գնացել միասին։ Այդ ամբողջ ընթացքում ինձ հետ եղել է նաև մայրս, բայց Անուշի ներկայությունն էլի ոնց որ երկրորդ ինչ որ խնամակալի ներկայություն լիներ, որ ինքը պատասխանատվություն է վերցնում քեզ համար։ Դու օտար տեղ ես իր հետ, անընդհատ հսկողության տակ, անընդհատ ուշադիր։ Որքան հաճախ եք դուք հայտնվում տան այն անկյունում, որտեղ տան համն է, հոտն է, բույրն է, հյուրընկալությունն է եւ հյուրասիրությունն է, խոհանոցում։ Աշխատանքի բնույթից ելնելով, երբ տուն եմ հասնում, արդեն հոգնած եմ լինում։ Չի ասի շատ հաճախ եմ լինում, բայց շաբաթ-կիրակի օրերին, սիրում եմ պատրաստել, այո, իհարկե։ Ցանկացած շաբաթ-կիրակի հյուր եմ ընդունում, հյուր եմ գնում, հյուրասիրում եմ։ Որ գործն եք ավելի շատ սիրում, հյուր ընդունելը թե հյուր գնալը։ Հյուր գնալը։ Հյուրասիրելուց միշտ մտածում եմ, որ մի բան թերի եմ անում։ Լարվում եք։ Ու հետո ինքս ինձ սկսում եմ խարազանել, դրա համար ասում։ Այդ պերֆեկցիոնիզմը ձեզ ավելի շատ չի խանգարում։ Խանգարում է, բայց եթե չլինի դա, չի լինի իմ հասկանալով նաև աճ։ Սիրում է հաճելի անակնկալներ պատրաստել, անում է ամեն ինչ, որ միշտ լավ զգանի շրջապատող եւ ընկերները եւ ինչու՞ չէ նաեւ գործընկերները, հաճախ օրինակ տարբեր առիթներով անակնկալներ է մատուցել ոչ միայն ինձ, այլև մենք միասին պատրաստել ենք ինչ-որ հետաքրքիր անակնկալ եւ նա ուղարկել իր գործընկերներին տարբեր առիթներով։ Տնօրենի աթոռը որքանով է խմբագրել ձեր զգեստապահարանի պարունակությունը։ Ամբողջությամբ, քանի որ ինքս դրսում լինելով ուրիշ մարդ, աշխատանքի տեղում լինելով ուրիշ մարդ, զգեստապահանս բաժանվել է երկու մասի։ Աշխատանքի վայրի անուշ, դասական եւ աշխատանքից դուրս անուշ։ Ինչպիսին է աշխատանքից դուրս անուշը։ Ինչ գույներ, ինչ ոճեր։ Ավելի թեթև, եթերային, ուրախ, թռվռուն։ Կնոջ կյանքում շատ կարևոր մի բան կա իր սենյակում, դա Հայելին է։ Այն ինչպիսին են ձեր հարաբերությունները Հայելու հետ։ Ո՞վ է Հայելին ձեր համար։ Խորհրդատու է, բարեկամ է, ընկեր է։ Խորհրդատու է ավելի շատ, Հայելին իմ անբաժանելի մասն է, նամանավանդ առավոտյան։ Փորձում եմ Հայելու հետ երկխոսության մտնել, թե ինչպիսին եմ ես այսօր, ինչպիսի տեսք ունեմ, ինչպես կանցնի օրս, ինքս ինձ հաջողություն եմ մաղթում ու ի գործ։ Դուք այսօր ունեք նորաստեղծ ընտանիք, այնց հետաքրքիր է։ Ձեր հայրական ընտանիքից, ինչ արժեքներ, ավանդույթներ, կարևոր բաներ բերել ներմուծել եք ձեր ընտանիք եւ ստեղծել եք նման մոդելի ընտանիք։ Բնականաբար հայկական ավանդույթները պահպանվում են։ Իմ հայրական ընտանիքում շատերը հայկական ավանդապաշտությունը, ինչպես նաև շատ գնահատում են մարդկային հատկանիշները, հատկապես երբ ընտանիքի անդամներից մեկը դժվարություն է ունենում, բոլորովս համախմբվում ենք, փորձում ենք լուծել, մեկս բոլորի համար, բոլորս մեկի համար ենք, ու հատկապես մարդասիրությունն է արժևորվել մեր ընտանիքում, ծնողներիս կողմից, եղբորս կողմից, ինչի՞ չեմ նաև իմ կողմից, եւ հանդիպելով իմ ամուսնուն շատ զարմացա, որ նույն արժե համակարգը նույնիսկ ավելի խիստ գույներով իր մոտ էլ կա ու համընկնում է ու շատ դրական ու ողջունելի է։ Ընտանիքի արևային տրամադրությունը տանը ով է ստեղծում։ Ամուսինս։ Ընկերներին ընտրում ենք մենք, սակայն լավագույններին պահում է ժամանակը եւ ընկերները շատ կարեւոր բաղադրիչներն են մեր կյանքի։ Դուք կարող եք հպարտանալ ձեր ընկերների ցուցակով։ Իհարկե, այո, ընկերներ ունեմ, աշխարհը չունի, ճիշտ եք ասում, շատ ընկերասեր եմ, շատ ընկերներ եմ ունեցել, բայց ժամանակի ընթացքում ֆիլտրվել են, հիմա ով իմ կողքին է, ես իրենցով ուժեղ եմ, իրանք իմ մեջքին են, ես իրանց, ու շատ հպարտ եմ, մեկը մյուսից լավն են։ Իսկ ով կարող է լինել ձեր ընկերը, ինչ արժեքներով օժտված մարդը։ Այդ ոնց եք ֆիլտրել։ Իհարկե պետք է լինի բարձր արժեքներ կրող, լինի զարգացած, լինի մարդասեր, հասնող, հասկացող, ընկերասեր,
Ես եւ Անուշը արդեն ընկերներ ենք շուրջ 10 տարի եւ ես շատ ուրախ եմ, որ ունեմ Անուշի նման բարի, անկեղծ եւ նվիրված ընկերուհի։ Հետաքրքիրն այն է, որ մենք կարող էինք շատ ավելի շուտ ծանոթանալ աշխատանքի բերումով, բայց այնպես ստացվեց, որ տրեյնինգներից մեկի ժամանակ մենք ծանոթացանք եւ հենց միանգամից դարձանք լավ ընկերներ, քանի որ աշխատանքի բերումով չէինք ծանոթացել, Անուշն անգամ մի անգամ արտահայտվեց դրական կերպով այդ պատմության մասին, ասելով ինչ լավ է, որ քեզ չեմ ճանաչել որպես ստուգող, հակառակ դեպքում որպես ընկերուհի չէի վստահի եւ ես իսկապես մեծ ձեռքբերում եմ համարում վստահության վրա հիմնված ընկերությունը։ Մարդը եթե չի կարողանում մերժել իր ընկերներին, դա միշտ նեղություն է տալիս իրեն։ Ես հասկանում եմ իրեն ինչ դժվար է, բայց նաև հասկանում ու գնահատում եմ, թե մենք ով ենք իր համար, ինքը ինչ կարգի է արժևորում ընկերությունը։ Ընկերությունը ոչ գործի սահմաններում, այլ գործից դուրս։ Այսպես, անգնահատելի ընկեր է ինքը։ Շատ բարի, նվիրված, անկեղծ ընկերուհի է, չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանը մի ժամանակ տրամադրում է ընկերներին, նա շատ ընկերասեր է, մենք միասին ոչ հաճախ, ոչ ամեն օր, բայց պարբերաբար հանդիպում ենք, տեսնվում, զբոսնում, հաճախում տարբեր մշակութային վայրեր եւ ես շատ ուրախ եմ, որ մեր հետաքրքրությունները նույնպես նույնն են, սիրում ենք գնալ դասական եւ այլ համերգների։ Անուշը շատ հաճախ հենց ինքն է նախաձեռնում մեր այցելությունը որևէ հետաքրքիր համերգի եւ արագ ձեռք է բերում տոմսերը եւ մենք պարտադիր միասին այցելում ենք։ Որքան հաճախ եք դուք ձեր ներսի Անուշին դժգոհում, որ դուք քիչ ժամանակ եք ունենում ընտանիքին, ընկերներին, մնացած բաներին հատկացնելու։ Շուտ այդ երևույթը կատարվում, շատ ցավոք, փորձում եմ սովորել համատեղել անձնականը, աշխատանքայինը, փորձում եմ դասավորել, կիսել ժամանակս բոլորի համար։ Time management կազմակերպել։ Ստացվում է։ Դեռ սովորում եմ։ Օրը պլանավորելու սովորություն ունեք, չէ՞։ Անպայման։ Առանց դրա չի ստացվի։ Բացարձակ չի ստացվի, որովհետև կա նախատեսված գործեր, պետք է պլանավորել, որ ըստ գրաֆիկի հասցնենք։ Իսկ երեկոյան երբ է լինում գոհունակությունը ձեզնից եւ երբ է լինում դժգոհությունը ձեզնից օրվա ավարտին։ Լինելով պերֆեկցիոնիստ, աշխատում եմ միշտ հասցնել։ Հիմնականում բավարարված եմ քնում, քնելուց առաջ եմ օրս վերլուծում, հասկանում եմ արդյոք այսօրվա օրը լիարժեք անցավ թե չէ, ու հիմնականում գոհ եմ լինում։ Ես երեկոյան միշտ փորձում եմ ներել ինձ, ներել ուրիշներին, որպեսզի հաջորդ օրը լավ բացվի եւ բացվող օրը ձեզ ինչ է ասում։ Բացվող օրը սկսում է արևով, արևին նայելով, ժպիտով, առհասարակ աշխատում եմ մարդկանց ընդունել այնպես ինչպես կա, այսինքն եթե կան ինչ-որ նեղանալու պատճառներ, նեղանալու հիմքեր, չնկատելու եմ տալիս կամ չհասկանալու եմ տալիս, չեմ թողնում անցնի իմ ներքին պատից այս կողմ, որ միշտ մնա մեջս վարդագույն, լուսավոր, իհարկե լինում են, որ տխրում եմ, օրս փչանում է, բայց ամեն լուսաբացին այդ ամենը մարվում է։ Այ դուք ասացիք, որ դուք ունեք 110-ից ավելի գործընկերներ։ Իրենց այդ հարաբերություններում ամենակարևորը ո՞րն է։ Ճշտապահությունը։ Խոսեցինք, պայմանավորվեցինք, ժամանակահատված խոսեցինք, պետքա կատարվի ամեն գնով, անգամ գիշերը չքնելու։ Մենք հաճախ WhatsApp-ի voice-երով ենք աշխատում իրար հետ, երկուսս էլ զբաղված արագ, ուղարկում եմ, հենց ուղարկում եմ, տեսնում եմ Անուշս արագ պատասխանել է, եթե ինչ-որ մի բան պիտի հետազոտի, լիովին հետազոտում եմ, մինչև պատասխանում է, այսինքն ես միշտ գիտեմ, երբ որ պատասխան ունեմ իրանից, դա շատ խորը հետազոտված, շատ ճիշտ պատասխան է։ Եվ դրանով այնքան հանգիստ եմ։ Գնահատել չեմ կարող, անգնահատելի են, որովհետև Անուշին նույն թիմին զանգելը ու նման արագ արձագանք ստանալը, դա երևի աշխատելու համար մեկ գրավականն է, ցանկացած պարտնյորի համար, որ դու ցանկացած պահի խնդիր ես ունենում, որ դիմում ես իրենց, խնդիրը արագ լուծում է ստանում, բայց ասենք շատ գործընկերներ էլ կան, որ դիմում ես հեռախոսազանգին պատասխանում են այն ժամանակ, երբ որ դες զբաղված են, երբ որ իրենց է հարմար, հետ են զանգում, արագ արձագանքման հետ կապված, Անուշը իր թիմով առաջին հորիզոնականում է։ Իսկ ինչ եք կարծում, ո՞րն է ձեր իմիջի, կերպարի ամենակարևոր մասը։ Հիմքը ամրությունը գիտելիքներն են միանշանակ, իսկ իմիջի պահով կարգապահությունը, ճշտապահությունը, ինչը՞ չէ նաև մարդասիրությունը։
Շատ շնորհակալություն Անուշ այս սիրուն օրվա համար, այս ջերմ հանդիպման համար եւ ձեզնից եկող այս շռայլ էներգիայի համար։ Ես հրաժեշտին ձեզ Մարաշիի այս շքեղ հավաքածուն եմ հանձնում, տանը անպայման սուրճի հետ կվայելեք։ Շնորհակալ եմ։ Եվ թերևս տամ մեր հանդիպման ամենավերջին հարցը, հա, այ 5 տարի հետո որտեղում եք պատկերացնում ձեր հաշվապահական գրասենյակը եւ ձեզ։ Սկսենք աշխատանքայինից, պատկերացնում եմ, որ արդեն կունենամ միջազգային ստատուս։ Այս պահին ունենք ամերիկյան գործընկերներ, ամերիկյան հաշվապահություն ենք վարում, զարգանա արտասահմանյան գործընկերների հետ համագործակցությունը, մեծանա գրասենյակը։ Իսկ անձնական կյանքում բալիկներ, եւ անսպառ երջանկություն։ Եվ անսպառ երջանկություն։ Եվ հաջողությունների մեջ շղթա եմ ձեզ մաղթում։ Շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ ձեր ջեր վերաբերմունքի համար։